հայկական կոնյակը, որ արտահանվում է Ռուսաստան-Վրաստանի տարածքով, բեռնատարների վարորդները ահազանգում են Factor TV խմբագրություն, նշում են, որ մոտ 10-15 օր շարունակ մեքենաները Վրաստանից չեն կարողանում տեղաշարժվել, ինչ որ ստուգումներ են սկսվել, սա նոր բան է, ինչով է պայմանավորված այս ստուգումները։ Այդպիսի բողոք մենք էլ ենք ստացել, ամենօրյա աշխատանք կա գործընկերների հետ, նախնական մի քանի օրից հանդիպում է լինելու, շատ նախնական եմ ասում, իմ եւ Վրաստանի փոխվարչապետի միջև, այդտեղ մենք օրակարգ ունենք, այդ օրակարգային հարցերից մեկը նաեւ այդ բողոքների հարցն է, կքննարկենք գործընկերների հետ, աշխատանքային մակարդակով հիմա ընթանում է այդպես ասած Բայց այդ ստուգումները ինչով է պայմանավորված, նախկինում նման բան կարծեք թե չի եղել, ինչու են հանկարծակի սկսել։ Այն ինչի մասին բողոքում են տնտեսվարողները, ճիշտ է, այդպիսի բան տեղի չի ունեցել։ Դրա համար մենք հիմա աշխատում ենք հասկանանք ինչն է պատճառը, արդյոք մենք ունենք անելիք, արդյոք գործընկերները ունեն անելիք, ես կարծում եմ, որ դա լուծելի հարց է եւ ես ինքս ակնկալում եմ, որ մայիսի սկզբին մի քանի օրից տեղի ունեցող մեր աշխատանքային քննարկման ընթացքում այդ հարցը պիտի փորձենք հասնենք հաջողության, որպեսզի լուծվի։ Դուք սա քաղաքական համարում եք ինչ որ թե ոչ, որովհետև կոնյակը գնում է Ռուսաստան։ Ես այդպեսի գնահատական չէի տա, ես կարծում եմ, որ դա մի հարց է, որը հնարավոր է լուծել նաև քննարկումների միջոցով, ընթացակարգերի պարզեցման միջոցով, մեր եւ գործընկեր հարևան բարեկամ երկրի ընթացակարգերի նույնականացման, համադրման միջոցով, այսինքն աշխատանք կանելու միանշանակ։ Սա առանձին տեսակի կոնյակների է առնչվում, թե համատարած բոլորն են ստուգվում։ Այս պահին ես կարող եմ ասել միայն այն ընկերությունների մասով, որոնք որ որոշակի դիմել են նախարարություն եւ իրենց խնդրի առաջ որոշակի կանգնել են եւ այդտեղ չեմ կարող ասել, որ դա բոլորին է վերաբերվում կամ միայն ընկերություն է դիմել նախարարություն։ Տարբեր գիտեք, որովհետեւ կա նամակ են գրում, կա զանգով են նշում, այսինքն մենք գործարարների հետ որ ունենք եւ ինստիտուցիոնալ եւ նաեւ ոչ ինստիտուցիոնալ, այսինքն գործարարների բոլորը իմ հեռախոսի համարը գիտեն, իմ տեղակալի համարը գիտեն, այսինքն իրենք էլ են նաեւ այս եղանակով էլ են մեզ հետ կապ հաստատում, հետեւաբար այդպիսի հաշվառում չենք իրականացրել, բայց այդպիսի խնդիր կա ընդհանուր առմամբ կարող ենք ասել, բայց չեմ կարծում, որ դա մի խնդրեմ է, որը հնարավոր չէ լուծել աշխատանքային կարգով բարեկամ երկրի պաշտոնյաների հետ։ Եվ պարոն Պապայան, դուք եթե չեմ սխալվում մնացել եք Սյունիքի Խնածախ գյուղում, ինչ իրավիճակ էր գյուղում, արդյոք այդ գիշեր կրակոցներ եղան, չեղան։ Անկանոն ինչ որ բաներ ամեն օր լինում են, ինչ որ առանձին հատվածներում, այդ օրն էլ է եղել, բայց դա ինչ որ անկանոն կրակոցների մասն է։ Գյուղի ուղղությամբ է, թե ընդհանուր այսպես ասած ոչ թիրախային, անկանոն, հաճախ նաև օդ։ Եվ որպես իշխանության ներկայացուցիչ ինչ եք կարծում, կարելի է այնտեղ ապրել, հա, բնակիչ ով ինչպես պետք է այնտեղ շարունակի ապրել, երբ որ նման վտանգ կա։ Մարդիկ ապրում են, շատ ամուր են կանգնած, կարելի է ապրել, պետք է ապրել եւ մարդիկ հույս ունեն ու հուսով են, որ կառավարության խաղաղության օրակարգ հաջողություն կունենա, կքննվի խաղաղության պայմանագիր եւ ի վերջո իրենք կկարողանան կենտրոնանալ բացարձակապես իրենց առօրյա հոգսերի վրա